Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Շնորհակալություն Տիկին Վարդապետյան, տեսեք, երկու դրվագ, մեկը ՍԱՏՄ-ի հետ կապված, մեկը տեղական ինքնակառավարման մարմնի հետ կապված։ Երկու տեղն էլ եթե մեղսագրվում է պարոն Աղազարյանին կաշառք ստանալու արարք, ապա ես ուզում եմ իմանալ, թե Հովիկ Աղազարյանը ՍԱՏՄ-ում կամ տեղական ինքնակառավարման մարմնում ինչ պաշտոնական լիազորություններ ուներ։ Այսինքն, եթե նա կաշառք ստանալու մեջ է մեղադրում, եթե գուցե այլ անձակազմ է, դուք երևի կասեք, ուրեմն եթե կաշառք է ստանում, ուրեմն նա պետք է լիազորություններ ունենա պաշտոնական, այս ոլորտներում, այս մարմիններում որոշակի գործողություններ անի։ Դուք նշեցիք, որ նա լիազորություն ունի հարցումներ անել, չգիտեմ, падգամավորական հարցումներ, այդ ինչը որ падգամավորը կարող է անել, դա ցանկացած քաղաքացի կարող է հարցում անել եւ այլ։ Դա որևէ լիազորություն չի պաշտոնական։ Հիմա եթե կաշառքի ստացման մեջ մեղսագրանք կա, ինչ լիազորություններ ուներ Հովիկ Աղազարյանը ՍԱՏՄ-ում եւ տեղական ինքնակառավարման մարմիններում, ինչպես նա կարող էր ներազդել այդ մարմինների պաշտոնյաների վրա, որ կաշառք տվողի օգտին ինչ որ գործողություններ անեին կամ չանեին։ Շնորհակալություն։ Պարոն Խաչատրյան, նորից պիտի խնդրեմ ձեզ բացեք միջնորդագրի 27-րդ էջը եւ քրեական օրենսգրքի 438 հոդվածին, որը մեջ բերված է, ուշադրություն դարձնեք։ Ես պարոն Վարդանյանի հարցին պատասխանելիս նշեցի, որ մեղսագրում ենք պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ազդեցությունը շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով օգտագործելը, ներողություն ստիպված եմ բացել դիսպոզիցիան, պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելու նպատակով անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար գույք ներառել դրամական միջոց, արժե, թուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն, որևէ այլ առավելություն ստանալը, պահանջելը, տալու առաջարկ ներկայացնելը, տալու առաջարկը կամ խոստումը ընդունելը, ապօրինի վարձատրություն տվողի կամ նրա մատնանշած անձի օգտին պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով գործողություն կատարելու կամ չկատարելու համար։ Մեղսագրվող հոդվածը ինքնին պատասխանում է ձեր հարցին։ Ուղիղ լիազորության մասին չի խոսքը ունեցած ազդեցությունը շահադիտական շահագրգռվածությունից ելնելով օգտագործելու մասին է։ Ունեք արձագանք, խնդրեմ։ Շնորհակալություն։ Իսկ ինչ ազդեցություն նա կարող է ունենալ այս նշածս մարմինների նկատմամբ։ Պատգամավորը ինչ ազդեցություն կարող է ունենալ ՍԱՏՄ-ի կամ տեղական ինքնակառավարման մարմինների, պատգամավորների գործողություններով կամ հարցումներով կամ, չգիտեմ, առաջարկություններով ինչ փոփոխություն կարող է ենթարկվել այդ մարմինների գործողությունների մեջ, որ մենք կարողանանք մեղսագրել։ Պարոն Խաչատրյան, ես նորից ձեր ուշադրությունը պիտի հրավիրեմ ազգային ժողովի կողմից ընդունված քրեական օրենսգրքի 438 հոդվածի դիսպոզիցիայի վրա իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելով։ Այսինքն այստեղ օրենքը նաև դիսպոզիցիան մեզ թույլ է տալիս, նաև այն իրավիճակում, երբ որ անձը տպավորություն է ստեղծում, որ ինքը այդ ազդեցությունը կարող է ունենալ, այդ ենթադրյալ ազդեցության դեպքում էլ մեղսագրել հոդված։ Իրական կամ ենթադրյալ ազդեցությունն օգտագործելը։